Բարև ձեզ, Գալա հեռուստաընկերության եթերում կարևորի մասին հաղորդաշարն է եւ այս հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել եմ քաղաքագետ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանին։ Բարև ձեզ, պարոն Քանանյան։ Այսօր կխոսենք այդ մայիսյան տոնակատարություններից հետո Արցախյան հակամարտության կարգավորման հնարավոր լուծումների, մեր վերաբերմունքի, մեր պատկերացումների մասին այդ խնդրի հետ կապված։ Կարծես թե ամեն ինչ միանշանակ է, միաժամանակ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք։ Օրինակ սկսենք այն հանգամանքից, թե հայ հասարակությունը, Հայաստանի հասարակությունը ինչպիսի վերաբերմունք ունի Արցախի իր հարակից տարածքներով հանդերձ, Արցախ ասելով ես այդպես եմ հասկանում, նկատմամբ ապագայում ինչպես է տեսնում այդ տարածքների կարգավիճակը եւ արդյոք այն քաղաքական մոտեցումները, որ կան Հայաստանում, համընկնում է հանրային պատկերացումների, հանրային վերաբերմունքի հետ։ Ցավոք պետք է նշեմ, որ շատ երկար տարիներ Հայաստանում ահագնանում է հանրային համընդհանուր իրավիճակը եւ մարդիկ այնքան հուսահատ են լինում երկրի ապագայի նկատմամբ, իրենց իսկ ճակատագիրը այս երկրի ճակատագրի հետ կապելուն, ես բավական զանգվածային թերևս ոչ լիովին տիրապետող, բայց շատ մտահոգիչ զարգացումների մասին եմ խոսում, որոնց մենք ականատես ենք ոչ 1, ոչ 2 տարի, երևի ավելի շատ, քան 1.5 տասնամյակ առնվազն, եւ բնականաբար այս տեսանկյունից Արցախյան հիմնախնդիրը իմ խորին համոզմամբ վաղուց առաջնայինը չէ շարքային հայաստանցու պատկերացումներում։ Մարդկանց ավելի շատ մտահոգում է երկրի ապագան, օրինականության հաստատման հնարավոր ճանապարհները, իրենց իրավունքների պաշտպանությունը, իրենց երեխաների արժանապատիվ ապագայի ապահովումը մայր հայրենիքում, իրենց հետաքրքրում են այդպիսի հարցեր։ Իհարկե, որոշ սրացումների ժամանակ, երբ զոհեր ենք ունենում կամ ասենք քարորիայի պես արտակարգ համարյա պատերազմին, լիարժեք պատերազմին մերձեցող իրավիճակներ ենք ունենում, իհարկե մարդիկ կրկին սկսում են զանգվածորեն անդրադառնալ Արցախյան հակամարտությանը, բայց ընդհանուր առմամբ Արցախյան հակամարտությունը շատ վաղուց առաջին դիրքում չէ մարդկանց ամենօրյա խոհերում Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Ես այս երևույթը միայն բացասական տեսանկյունից չէի կամենագնահատել, ես դրա մեջ ավելի շատ դրական իրավիճակ եմ տեսնում, որովհետև հասարակ մարդկանց համար Արցախյան հակամարտությունը վաղուց լուծված է այն իմաստով, որ Արցախը գտնում է մեր վերահսկողության տակ, Արցախը մայր հայրենիքի թող դերևս չճանաչված մասնիկն է, փաստացի կերպով միությունը վաղուց կայացել է եւ մարդիկ մի տեսակ չեն անդրադառնում այդ հարցին, քանի որ այդ հարցը ինչ որ չափով գործնականում լուծված է։ Այս ձևաչափով իրենք լուծված են համարում։ Այս ձևաչափով իրենք կամ գիտակցաբար կամ մինչև իսկ ենթագիտակցորեն լուծված են համարում, որովհետև Արցախյան հակամարտության կարգավորման մասին խոսակցությունները վաղուց այն աստիճան հերթապահ եւ անհետաքրքիր եւ որևէ հերանկար չարաչարկող են դարձել, որ մարդկանց համար դա ուղղակի մի ինչ որ բարակապակցություններն են, որ իրենք համարյա ամեն օր լրատվամիջոցներից լսում են, բայց որոնք որևէ ազդեցություն չեն ունենում ոչ իրենց կյանքի վրա, ոչ էլ քաղաքական իրավիճակի վրա առհասարակ։ Պարոն Քանանյան, տեսեք, նշեցիք ապրիլյան հատ քարորիա պատերազմը, սրացումների միջայլոց գրեթե ամեն օր են, երբ զոհեր ենք ունենում սահմանին, եւ վերջի շրջանում հատկապես ինտենսիվորեն կարծես թե Արցախյան հակամարտությունը մտնում է Հայաստանի շատ ընտանիքներ, հա, դժբախտության տեսքով ցավոք սրտի, բայց այդպես է։ Նաև այն մարդկանց, ովքեր զինվորներ ունեն սահմանին կանգնած, իրենք ամեն օր են ապրում այդ հակամարտությամբ։ Եվ այս ընթացքում բավականին շատ սկսեց քննարկվել քաղաքական դիսկուրսի օրակարգ դարձավ, որ եթե մենք չենք ուզում ամեն օր լսել, տեսնել այդպիսի դժբախտություններ, որոնք տեղի ունենում սահմանին, ապա մեզ պետք է վերջնական խաղաղության ակտ, խաղաղության պայմանագիր։ Արդյոք այս լուծումը, որ հիմա կա, բավարարում է հասարակությանը, բավարարում է պետությանը, բավարարում է քաղաքական ուժերին։ Այսպես ասեմ, հասարակությանը բնականաբար չի բավարարում, որովհետև առկա են զոհեր, շատ ցավալի զոհեր, զոհերի մի մասից մենք իհարկե կարող էինք խուսափել, եթե ավելի կազմակերպված պետություն ունենայինք, ավելի
կազմակերպված եւ լավ խնամված եւ պետական իսկապես լուրջ հոգացության ներքո բանակ ունենայինք եւ այլն, բնականաբար քաղաքական ուժերին հետաքրքրում է սոսկ կամ շահարկումների տեսանկյունից կամ իրենց իշխանությունը պահպանելու տեսանկյունից Արցախյան հակամարտությունը փոխանակման մանրադրամ դիտելով իրենց իշխանությունը պահպանելու համար, տվյալ դեպքում ես իհարկե Հայաստանի առաջին դեմքերին նկատի ունեմ, որոնք միշտ զգալի չափով տրվել են Արցախի եւ անվտանգության եւ մեր զինվորների կյանքի հաշվին, ապահովել իրենց նկատմամբ ուժի կենտրոնների բարեհաճությունը, ուստի եւ իրենց իշխանության որոշակի հարատևումը Հայաստանի Հանրապետությունում։ Բայց ես մի փոքր անհամաձայն կլինեի ձեր ձևակերպման այն հատվածի հետ, որ գնալով ավելի շատ է կայանում այդ դիսկուրսը, այդ խնդիրը իրականում շատ երկար տարիներ, առնվազն 2009-10 թվականներից տարածք հանձնելու ճանապարհով իբր խաղաղությանը հասնելու դիսկուրսը առհասարակ եւ բարեբախտաբար ճնշված էր այն աստիճան, որ հանրային տաբուն էր համարյա դրա վրա եւ այն եզակի անձինք, որոնք թյուրիմացաբար իրենց թույլ էին տալիս այդ անհեթեթության մասին խոսելու, իրենք երթարկվում էին հուշկու հանրային պարսավանքի եւ լռու։ Բայց հիմա ցավոք սրտի այդ տաբուն ցավոք սրտի այդ տաբուն, այո, այդ տաբուն հանված է գերազանցապես առաջին նախագահի հետևորդների համար եւ անհասկանալի, այսինքն ավելի շուտ հասկանալի, բայց բոլորովին անընդունելի ջանքերով եւ այսօր այո մենք խնդիր ունենք այդ անհեթեթությունը կրկին տաբուի դաշտ մտցնելու եւ այդպիսի խոսակցությունները լռեցնելու։ Ես գիտակցաբար օգտագործում եմ այդպիսի խիստ արտահայտություններ, ոչ թե որովհետեւ դեմ եմ խոսքի ազատությանը, այլ որովհետեւ մարդիկ պետք է գիտակցեն իրականության հետ անմիջական աղերս ունեցող տարրական ճշմարտություններ։ Տարրական ճշմարտությունն այն է, որ այսօր թուրքական շրջապատը, իդեմս Ադրբեջանի եւ բնականաբար Թուրքիայի, խորքային իմաստով, բայց այդ խորքայինը ամենատարբեր շատ երևացող քաղաքական դրսևորումներում բացահայտ է, պատրաստ չեն այս պահին դեռ հանդուրժել առհասարակ տարածաշրջանում հայոց պետականության գոյությունը։ Խաղաղությունը միակողմանի չի լինում, խաղաղությունը պարտադիր պետք է ունենա փոխադարձ համաձայնություն, այսինքն կողմերը երկուսն էլ պետք է կամենան խաղաղությունը։ Այսօր թուրքական շրջապատը, այդ նույն Ադրբեջանը Հայաստանը դիտում է որպես դատարկվող, օրըստօրե թուլացող մի ժամանակավոր երևույթ, որը շրջափակված գտնվելու դեպքում ել ավելի արագ կդատարկվի, ուստի նաև ել ավելի արագ կհասնի մի այնպիսի վիճակի, երբ հարցականի տակ կդրվի ոչ միայն Արցախի հայապատկանությունը, այլ առհասարակ Հայաստանի որպես պետականության գոյությունը տարածաշրջանում։ Մասամբ այդ մոտեցումները կարծես թե իրականություն, ցավոք սրտի իրականություն են, դա արտագաղթի դեմբեր, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում։ Միանշանակ ես հասկանում եմ իրենց եւ ընդունում եմ իրենց հաշվարկի տրամաբանվածությունը։ Ես իհարկե չեմ կարծում, որ Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց, ես խիստ սուբյեկտիվորեն շատ խորը եւ հաստատուն հավատ եւ համոզմունք ունեմ, որ Հայաստանը ոչ միայն գոյատևելու է այս տարածաշրջանում, այլև առհասարակ հայության մեծագույն ձեռքբերումները պատմության էջերում դեռ արժևում են, այլ ոչ թե անցյալում։ Ես շատ լավատես եմ հայոց պետության ապագայի նկատմամբ, բայց բնականաբար եզակի դեպք է։ Հա, ես այդպեսին եմ, բայց բնականաբար շատ մտահոգիչ երևույթներ կան եւ ես միանգամայն տրամաբանական եմ համարում մեր թուրք հարևանների հաշվարկը Հայաստանի հետսեթե թուլացման եւ անեացման հույսերի շուրջ։ Ուրեմն վերադառնանք այդ ամենակարևոր խնդրին։ Խաղաղությունը անպայման պետք է լինի երկուստեք։ Այսօր փաստը չափազանց պարզ է։ Ոմանց համար այն շատ դաժան է, բայց մենք պետք է կարողանանք հաշտվել դաժան իրականության հետ եւ քաղաքական կյանքում եւ մեր անձնական կյանքում, եթե լինում են դեպքեր։ Իսկ դեպքն այնպիսին է, որ այսօր մեր տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է միայն, եթե այդ պահին հնարավոր չէ պատերազմ։ Ադրբեջանը անընդունակ է որևէ Ադրբեջանը անընդունակ է ստանձնել եւ պահել որևէ պարտավորություն։ Դա ակնհայտ է, ինքը չի էլ կամենում դա անել, ինքը սպասում է, որ մենք վերջապես լեշանանք
այս մեր տարածքում։ Ուստի ամենափոքր իսկ տարածքային զիջումը առանց այդ էլ խիստ անկատար եւ բազում տեղերում խոցելի ներկայիս պաշտպանական համակարգի բերելու է, դա 1000 անգամ ասել եմ, ստիպված պիտի նաեւ կրկնեմ, բերելու է մեր պաշտպանական համակարգի հիմնասյուների անմիջական խարխլմանը, ուստի մեզ համար ամենավատթար նոր ելակետային պայմաններում պատերազմի վերսկսմանը եւ այդպիսի պատերազմից սպասվելիք մինչեւ իսկ ցեղասպանական հետևանքների։ Ուստի այսօր խաղաղության կոչերը, եթե այդպիսիք հնչում են տարածք հանձնելու միջոցը վկայակոչելով, այդպիսի կոչերը այլ բան չեն, ցավոք սրտի, գիտակցված կամ անգիտակցված լինեն, տարածք հանձնելու կոչերը ուղիղ ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքի նկատմամբ, որովհետև եթե այսօր մարդիկ շահարկում են զոհերի անհանդուրժելի մեծ թիվը իրականում մեզ համար ներկայիս պաշտպանական գծի մոտ, իրենց պատկերացրած լուծմանը ընդառաջ գնալու դեպքում մենք ունենալու ենք հազարապատիկ ավելի մեծ զոհեր Երևանին շատ ավելի մերձ վայրերում։ Պարոն Քարոյան, Հայաստանում ձևավորվում է, եթե ընդհանրացնենք, երկու ուղղություն, հա, Արցախի խնդրի լուծման հետ կապված։ Մեկը ես ընկալումների մակարդակում եմ անվանումները տալիս ծայրահեղական, ազգայնական, մյուսը ծայրահեղ լիբերալ։ Առաջի տարբերակը դուք նշեցիք տարածք հանձնելու դիմաց խաղաղություն, որը մեր կողմնակիցների կարծիքով բերելու է խաղաղություն ամբողջ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, Բարգավաճում եւ այլն։ Դուք հերքում եք այդ տեսակետը։ Երկրորդը ձեր տարբերակն է, հա, կարող ենք ձեզ դասակարգել ծայրահեղ ազգայնական կոչվող այդ գաղափարախոսության շրջանակներում, ով գտնում է, որ այն տարածքները, որ մենք ունենք, դեռ բավարար չէ, այլ պետք է նաև ընդարձակել դեպի Ադրբեջան։ Ես կհամաձայնվեմ ձեր հաստատման այն վերջին հնչած մտքի հետ, որ այսօրվա մեր ունեցած տարածքները վերջին հաշվով բավարար չեն Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ կենսունակ ապագա պետական գոյության համար։ Ես բոլորովին չէի կամենա իմ վրա վերցնել ծայրահեղական ազգայնականի բնութագիրը, ես ընկալումների մակարդակում եմ ասում դրա համար։ Իրականում ես սովորական պարզ խաղաղասեր գիտությամբ զբաղվել նախընտրող հանգիստ քաղաքացի եմ, որը բնականաբար խաղաղություն եւ համերաշխություն է ուզում, պարզապես գիտակցում է տարածաշրջանի առանձնահատկությունները, մեր անցած պատմական ուղու առանձնահատկությունները եւ փորձում է իրերին նայել իրականության աչքերով, այլ ոչ թե ցնորամիտ խաղաղասիրության, կեղծ խաղաղասիրության իմաստով, որովհետեւ իրական պատերազմի կուսակցությունը այսօր հենց այն մարդիկ են, որոնք պատրաստ են տարածք զիջելով կործանել մեր երկրի վերջին պաշտպանական հնարավորությունները եւ պատճառ դառնալ իսկապես Հայաստանի վերահաս կորստի։ Այդ ձեր ընդդիմախոսները կամ քննադատները կամ սովորական մարդիկ, որ նայում են, ասենք, ընդլայնվելու քաղաքականության, ասում են, դե ունեցածում ինչ արեցինք, որ մի հատ էլ ավել ունենանք։ Արցախը, հարակից տարածքները, Հայաստանը այն զարգացման մակարդակը չունեն, չէ՞, ցավոք սրտի, որ մարդիկ ոգևորվեն էլ ավելի շատը ունենալու առումով։ Ես երախտագետ եմ իրենց այս փաստը հիշատակելու համար, այո, իրենց վարչահոր, իրենց գաղափարահոր եւ իր վարչազավակների դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառուցած հայոց պետությունը իր այս տեսքով իսկապես անընդունակ է, ոչ միայն պահպանել եղած, այլև առհասարակ գոյության շանս ապահովել հայ ժողովրդի համար, անգամ միջնաժանկետ ուրեմն հատվածում, սա միանշանակ այսպես է, իրենք այստեղ որևէ նոր բան չեն ասում, իրենք արձանագրում են շատ տխուր իրականություն։ Բայց ես պնդում եմ հետևյալը, որ պատմությունը, պատմական զարգացումը, ժողովուրդների պայքարը հանուն խաղաղության, հանուն բարգավաճման, հանուն իրենց փառքի եւ արժանապայել գոյության, այնպիսին է, որ եթե դու
ընդունակ չես հայթայթել անհրաժեշտ պաշարներ քո գոյությունը երաշխավորելու համար, դու այդ գոյությունից ուրեմն զրկվելու ես։ Պատմությունը մեզ չի հարցնելու մենք ունենք թե չունենք պաշարներ։ Պատմությունը մեզ թելադրելու է իրավիճակներ, որոնցում մենք կամ պետք է գերագույն ազգային ճիգով ի հայտ բերենք այդպիսի պաշարներ եւ եւս մեկ անգամ ապացուցենք աշխարհին եւ ինքներս մեզ, որ մենք արժանի ենք գոյություն ունենալ որպես ազգ եւ որպես պատմություն, կամ պատմական իրադարձությունների ընթացքը կներեք այդպիսի մագբայի համար արդարորեն կսրբի մեզ վերջնականապես պատմության երեսից եւ մեղավորը միայն մենք կլենք։ Ուստի ես ինչ կուզենայի այդ մարդկանց ասել, ես համոզված եմ, որ անգամ փոքր չափով ազգային պետական առաջնահերթություններ իր արժև դրած Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է շատ հետևողականորեն վերականգնել ցեղասպանության հետևանքները, այդ թվում եւ ցեղասպանության հետևանքների տարածքային բաղկացուցիչը անպայման չէ 5 տարում, դա կարող է 150 տարի տևել, կարևոր է որ այդ հայեցակարգը լինի հստակ սերունդների մեջ նստած եւ մեր ազգային պետական որակների իրացումը մեր պետականության տեսքով ածանցյալ կդարձնի ցեղասպանության բոլոր հետևանքների վերացումը, կրկնում եմ, այդ թվում եւ տարածքային բաղադրիչները։ Ամփոփենք, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր արտաքին խնդիրների լուծումը, այդ թվում նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կամ ստատուս քվոյի պահպանությունը, ինչպես կուզեք կարելի կոչել, պայմանավորված է ներքին խնդիրների լուծմամբ, այսինքն երբ խոսում ես արտաքին ինչ-որ խնդրից, ուղիղ գալիս ես ներքին խնդիրների վրա։ Իսկ ներքին իրավիճակում ստեղծվել է կարծես թե ստագնացիոն պատային իրավիճակ քաղաքական առումով, երբ ոչինչ չի փոխվում եւ հասարակության մոտ, նույնիսկ քաղաքական ուժերի մոտ չկա հորիզոնում տեսանելի այն փոփոխության հնարավորությունը, որը կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ Այսպիսի իրավիճակները երկարատև են լինում, թե սա հանգստություն է փոթորիկից առաջ։ Այդպիսի իրավիճակներ կարող են հարատև լինել, շատ երկար ցկվել։ Եթե նավթ ունենք, օրինակ։ Եթե նավթ ունեն, բայց քանի որ մենք շատ ձեր դիպուկ մատնանշմամբ նավթ չունենք, եւ առասարակ Հայաստանի ներկայիս իշխանությունը, եթե լրջորեն քննարկենք, իսկապես լուրջ պաշար չունի, շատ երկար եւ շատ անպատիժ կերպով իր գոյությունը երկարաձգելու, որովհետեւ այլ հավակնորդներ կան իշխանության, այլ ուժեր կան դրսում, որոնք կամենային որոշակի փոփոխություն տեսնել, բոլորովին ոչ պարտադիր հայանպաստ, իրենց օգտավետ։ Այս իմաստով ես բոլորովին չեմ բացառում, որ այսօրվա թվացial պատային եւ անելանելի վիճակը իրականում կարող է ձեր ասած խաղաղություն լինել փոթորկից առաջ։ Փոթորիկը անպայման այս կամ այն կերպով լինելու է, եթե մենք ի վիճակի չենք լինի ազգովի ներքուստ մակրագործող փոթորիկ առաջացնել, այդ փոթորիկը մեր վրա կարող է նաև արտաքին վերահաս վտանգի տեսքով ժամանել, ասենք նոր պատերազմով, նոր այլ լուրջ սրացմամբ Արցախում, մեր պետական դիրքերի հերթական միջազգային թուլացմամբ եւ այսօր դաշտում ոչ տեսանելի այլընտրանքի գոյությունը չի նշանակում, որ այդ այլընտրանքը ինչ որ ճգնաժամային իրավիճակում չի կարող ժամերի ընթացքում ձևավորվել, որտեղ իրականում մեր հասարակությունն ու մեր մեր հանրությունը իրենք շատ ավելի դրական գծեր ունեն, քան կարող է թվալ դիտարկելով քաղաքական դաշտում առկա անձանց եւ գործընթացներին, եւ եթե ստեղծվի հնարավորությունների պատուհան, ես համոզված եմ, որ այդ պատուհանով ազգի շատ ավելի լավ, որակյալ եւ գիտակից եւ պատասխանատու հատվածը կկարողանա տեր կանգնել իրավիճակին, այնինչ այս պահին թվում է անհնար։ Շնորհակալություն պարոն Կանանյան հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ այսօր ես զրուցում էի քաղաքագետ, Քարվաճարի բնակիչ Ալեքսանդր Կանանյանի հետ։ Մնացեք գալայի եթերում։